առաջանում է լեուղիների էպիթելից, հիմնականում դրանք ադենոկարցինոմաներն են, և երրորդ ամենատարածված լյարդի առաջնային ուռուցքն է հեպատոցելյուլար կարցինոմայից և լեղապարկի քաղցկեղից հետո։ Հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ, հաճախ 6-8 տասնամյակում, միջին տարիքը 65-ն է, առավել հաճախ հանդիպում է հարավ-արևելյան Ասիայում և Աֆրիկայում պայմանավորված լեուղիների մակաբուծական վարակներով։ Հիմնական ռիսկի գործոնները դրանք լյարդի և բիլիարդ ծառի հետ պայմանավորված հիվանդությունները, պաթոլոգիաներն են, հիմնականում դա կարոլի հիվանդությունն է, խոլեդոխոլիթիազը, առաջանում է լեուղիների էպիթելից, հիմնականում դրանք ադենոկարցինոմաներն են, և երրորդ ամենատարածված լյարդի առաջնային ուռուցքն է հեպատոցելյուլար կարցինոմայից և լեղապարկի քաղցկեղից հետո։ Հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ, հաճախ 6-8 տասնամյակում, միջին տարիքը 65-ն է, առավել հաճախ հանդիպում է հարավ-արևելյան Ասիայում և Աֆրիկայում պայմանավորված լեուղիների մակաբուծական վարակներով։ Հիմնական ռիսկի գործոնները դրանք լյարդի և բիլիարդ ծառի հետ պայմանավորված հիվանդությունները, պաթոլոգիաներն են, հիմնականում դա կարոլի հիվանդությունն է, խոլեդոխոլիթիազը,